1918-ին թուրքերը որ նույն բանն էին ուզում անեին, բոլոր ճանապարհները իրենց վերահսկողություն տակվեցին, ընդ որում առաջ դա ուղիղ հենց տենց էր գրվում էր տեքստերում, բանակցություններ եւ այլնի, ասում են սա պետք է անենք, որպեսզի ի վերջո Հայաստանը տոպրակի մեջ խեղդենք, այսինքն բոլոր կողմերից մենք լինենք, բոլոր ուղիների վրա մենք վերահսկողություն ենք, որ երբ ուզենանք այդ տոպրակի բերանը փակենք ու այդտեղ էլ հայերը մնան։ Հիմա փաստացի նույն բանը լինում է։ Հիմա եթե Տիգրանակերտի թեման էլ ճիշտ լինի, ընդեղել են իրենք վերահսկում Հայաստանի հարավային Տիգրանաշեն ներողություն, Տիգրանաշենի ճանապարհը իրանք տեղեր հարավային ուղին են վերահսկում, Գորիսկապանը արդեն վերահսկում են եւ ընդհանրապես Սյունիքում ագին ճանապարհների Իշխանասարի հատվածում ստացվում է որ մեր բոլոր արտաքին արտերիաները, բոլոր արտաքին կապերը, որոնք թուրքական վերահսկողության տակ չեն, Տիգրանաշենի դեպքում նույնիսկ ներքին արտերիան փաստացի, որը քեզ կապում է Վայոց-Ձորի եւ Սյունիքի մարզերի հետ։ Հենց նպատակն էլ է դա, ես Տավուշի թեման ամփոփենք եւ գանք դրան։ Տավուշում նաեւ երկու զգայուն հարց կա, այսպես կոչված Բարխուդարլու եւ Կայան եւ Աղտամուտ գյուղերը, այո։ Գյուղերը այդ հարակից այդ հատվածները որ կա, այդտեղ էլ որոշակի առումով նորից էլի խոսակցություններ կան, որ որոշակի գործընթացներ ա գնում, այսինքն դա էլ Բերդի տարածաշրջան տանող ճանապարհն է։ Այո։ Այսինքն այդ երկու տեղերից եթե կտրվում է, նախ Բերդի տարածաշրջան նախնդիրներ ունենում, այստեղ միջպետական ճանապարհը, այնտեղից էլ արդեն գալիս է Տիգրանաշենը, այսինքն Հայաստանը դառնում է անկլավ։ Հա, ձվածված անկլավացվում է, էլի, որովհետև այդ հենց իրենց նպատակը այդ է Հայաստան Վրաստան կապը կտրել եւ Հայաստան Իրան կապը կտրել։ Այն մի տգետների մի խումբ կա, որը չի պատկերացնում եւ ասում է դե ինչ կա դրանում բան եւ այլ հիմար զրույցներ ա տենց բանանում իրապես ողբերգության մասշտաբները եւ դրա ամբողջ այդ բանը ծավալներ չեն պատկերացնում ինչ սարսափելի հետևանքներ կարող ունենա իսկ այն որ այս իշխանությունները գնում են այդ ճանապարհով եւ որևէ մի հակազդեցություն չի լինելու դա փաստ է ես տեսել եմ իրենք ազգային ժողովում ոնց են արդարանում եւ ասում դե մենք ինչ անենք նույնը նաեւ Տավուշյան դեպքերի ժամանակ էր երբ որ հարցնում էր բա լավ այս զիջումներից հետո որն է այն սահմանը որ դուք այլևս էլ զիջումներ չեք անելու չկա այդ սահմանը չեն ասել երբեք որ կա ինչ որ մի կետ որ ի վերջո պիտի կանգնեն դե ասում ուզում են ինչ անենք ասենք դե ուզում են ինչ ուզեն պիտի տակ միջև հասնեք Երևան Էտա ձեր պատկերացրած դեր տակտիկան, չգիտեմ, բանակցությունները կամ եւ այլ։ Ավելին ասեմ, վերջերս եւ առիթ ունեցա ազգային ժողովում նաեւ հարցեր ուղղելու ԱԾ տնօրենի տեղակալին, որը նաեւ ընդգրկված է սահմանազատման եւ սահմանագծման այդ հանձնաժողովի մեջ։ Ասում եմ, կարաք մեզ բացատրեք, թե որտեղից է լինելու, ինչ սկզբունքներով է լինելու Հիմա էլի շատերը մոռանում են, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից օկուպացիա եղել ամենակիչը 250-40 կիլոմետր։ Այդ իրենց տվյալներով 200։ Դա ամենակիչը, հա։ Ու մեր հաշվարկներով շատ ավելի շատ, որևէ խոսակցություն այդ թեման արդեն մոռացության է մատնվել։ Ոչ մեկ չի խոսում այդ թեմայով։ Ոչ մեկ չի բանում։ Կա շատ կարևոր մի բան էլ, այս խոսակցությունները, որ շրջանառում են եւ այլն, որևէ մի փաստաթուղթ չկա ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում կան անկլավային գոտիներ, այսինքն անկլավ հասկացողությունը, որ այսպես կոչված անկլավ հասկացողությունը, փաստաթղթով չկա նման բան։